Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, առաջինն է եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը ժամը 4:35-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում։ Զրուցակիցս ռազմական փորձագետ Ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն է։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, մարտի 16-ից սկսած ադրբեջանական կողմը պարբերական ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն էր տարածում, թե իբր հայկական կողմից կրակ է բացվում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ եւ ի վերջո արդեն ադրբեջանական կողմը կրակ արձակեց Սյունիքի ուղղությամբ, հա։ Ըստ ձեզ ինչու Ադրբեջանը որոշեց կրակել, այն էլ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից եւ դրա ընդհանրապես ստորագրելուց 5 պակաս։ Այստեղ խնդիրն նա է, որ Ադրբեջանը իմ կարծիքով այդքան էլ չի ուզում այդ փաստաթուղթը ստորագրել եւ դա չանելու համար պետք է ունենալ ինչ-որ գոնե եթե ոչ էսկալացիա, բայց ավելի անկարգ վիճակ սահմանում եւ նաեւ գոնե եթե ոչ իսկականից անկարգ, գոնե պետք է ունենալ տենց տիպի լրատվական գոնե ինչ-որ նորություններ եկող եւ իրենք դա անում են շատ ակտիվ այս պահին ամենագլխավոր մտահոգությունը ստեղծած պետք է լինի նա, որ նախկինում երբ որ իրենք պատերազմային գործողությունների էին պատրաստվում, լինի դա 22 թիվը օրինակի համար կամ դրանից էլ առաջ մինչև 20 թիվը իրենք սիրում էին այս տիպի նախաբանով սկսել, ինչ որ մի քանի շաբաթ ակտիվ ապատերկատվություն տարածել, որ Հայաստանը ինչ որ խախտում է դատարը հենց սահմանում եւ օգտագործել դա գոնե իրենց ժողովրդին կոմունիկացնելու համար, թե ինչու ենք մենք ռազմական գործողություններ սկսում, այստեղ այս պահին երկու ռիսկ գլխավոր կա, դա մեկը նա, եթե Ադրբեջանը պատրաստվում է ինչ-որ ժամանակից էսկալացիայի, սահմանափակ կամ ավելի լայնամասշտաբ կամ եթե Ադրբեջանը ուզում է տրանսֆորմացնի սահմաններում իրավիճակը մի բանի, որը նման էր մինչև 2020 թվականին, որ ամեն օր ինչ-որ կրակոցներ կան, ամիսը մի քանի հոգի զոհվում է եւ դա էլ բնականաբար որևէ պոզիտիվ չի եւ տենց մթնոլորտում շատ ավելի դժվար կլինի խաղաղության պայմանագիր քննարկելը։ Պարոն Ներսիսյան, իսկ դուք ավելի հակված եք Ադրբեջանի վարքը, հա, ուսումնասիրելով, հետևելով, վերլուծելով, Ադրբեջանը այս դեպքում, այսպես ասենք, որ ռիսկը կընտրի մեզ համար, հա, ինչ ճանապարհով է գնալու, հաշվի առնելով նաև այն մեդիա տեղեկատվական տերորը, որ ադրբեջանական մամուլում իրականացվում է Հայաստանի դեմ, ընդհուպ միջև ժամկետներ նշելով, թե հիմա Հայաստանը կհարձակվի, գարունը էս կլինի, այն կլինի։ Երեք տենց սցենարիո կարելի է երևի ամենահավանականը ասել, առաջինը, որ իմ ասած նախկին հարցին պատասխանելուց, որ իրենք կսարքեն ավելի էսկալացիոն ինչ-որ միջավայր սահմանին, չեմ ասում, որ պատերազմ կսկսեն ոնց որ տրանսֆորմացնեն իրավիճակը մինչ 2020 թիվ, որ անդադ ինչ-որ խնդիրներ կային սահմանին, դա բավականին հավանական է,
Երկրորդը, որ իրենք հիմա ավելի շատ ճնշում են գործում Հայաստանի վրա այս ձևի, օրինակի համար են երկու նախապայմանը, որ իրենք մինչև հիմա դնում են, մեկը դրանցից ամենադժվարը եւ ոչ ռեալիստիկը հենց Հայաստանի սահմանադրությունը փոխելն է ռեֆերենդումով, երրորդ սցենարը, որ իրենք պատրաստվում են ինչ-որ ռազմական գործողությունների տարբեր կարա լինի մասշտաբի դա Եվ համեք էլ չորրորդը ստեղ նայա, որ իրենք դա ինչ-որ փորձում են ցուցադրել միջազգային հանրությանը, որ դե մենք Հայաստանը, որ ասում է, որ ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրի, դա այդքան էլ ճիշտ չի, սուտ է եւ տեսեք իրանք էսկալացիայով են զբաղվում Այսինքն Ադրբեջանը զուտ սա անում է խաղաղության համաձայնագիրը չստորագրելու համար, թե նաև այլ իր նպատակները, որոնց մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, դրանք ինչ-որ ձևով, այսպես ասենք, իրագործելու հիմնավորումներ ստեղծելու համար։ Ինձ թվում է երկուսը իրար հետ, որովհետև մենք ունենք մեծ ցանկ նրա ինչը որ Ադրբեջանը ուզում է Հայաստանից, բացի այդ երկու նախապայմանից խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար ունենք Զանգեզուրի միջանցք, ունենք դեմիլիտարիզացիա եւ մի շարք ուրիշ абսուրդային ոլորտից ինչ-որ ուզելիքներ Հայաստանից, որոնք բնականաբար ինձ թվում է ռազմական sense ճնշումով էլ դժվար թե հասնել լինի, մենակ ինչ-որ մեծ պատերազմի պարտության պատճառով այդ տենց քայլերի կարելի է պատկերացնել, որ որևէ պետություն կարող է գնալ։ Հայկական կողմի արձագանքը ինչպիսին պետք է լինել, հա պետք է արդյոք արձագանքել, որովհետև կային նաև փորձագետներ, որոնք նշում էին, որ Ադրբեջանի հռետորաբանության, որպես այսպես ասած հետևանք կարող է նաև լինել այն, որ Ադրբեջանը եթե անգամ չգնա որևէ լայնամասշտաբ էսկալացիայի, ապա կարող է որոշակի կետային էսկալացիաներ իրականացնել եւ հարցադրում էին անում, թե արդյոք Հայաստանը կամ հայկական կողմը պետք է արձագանքի դրան եւ ինչպես արձագանքի, համարժեք գործողություններով Կետային էսկալացիայի տակ ինչ նկատի ունեն, որ օրինակի համար ինչ-որ սահմանի գծում փոքր իրանք առաջ գնացում կփորձեն անել կամ այդպիսի մի բան կամ որոշակի ենթակառուցվածք թիրախավորել եւ այլն, այսինքն չգնալ լայնամասշտաբ գործողություններ, այլ ինչ-որ կետային հարվածներ նաեւ հայկական կողմին ստուգելու համար Ինձ թվում է, որ ճիշտ ասած որևէ պետություն չի էլ կարա որևէ ոչ մի ձևի արձագանք չանի, եթե օրինակ եկել են ձեր դիրքերը գրավելու, ես մի քիչ չեմ պատկերացնում ոնց կարելի է, ոնց լքեն գնան իրանց դիրքերը, մի քիչ դա այդքան էլ ինձ թվում է ռեալիստիկ չի, ես հակառակը կասեի, այդ փոքր էսկալացիայի սցենարում շատ կարևոր կլինի, որ Հայաստանը կարողանա հաղթանակ ունենալ, որովհետև դա մեծ պատերազմ չի եւ այդ տիպի դրվագում ես կարող եմ պատկերացնել, որ այս պահին ճիշտ կազմակերպված պաշտպանությունը կարող է ինչ-որ լավ ունենալ հաջողություններ, նույն ժամանակ պետք չի լինի դրա մասին շատ տենց գորգորալ, որ տենց ինչ-որ լուրջ հաղթանակ ունենք, բայց ինձ թվում է, որ այդ դա կարևոր դեր ունենալ, եթե իրենք փորձեն փոքր էսկալացիայի գործիքակազմ օգտագործել ու չկարողանան դրանով որևէ բանի հասնել։ Դա ինձ թվում է կարա պոզիտիվ արձագանք ունենա հենց օրինակ տարօրինակ հնչում, բայց խաղաղության պայմանագրի հետ կապված բանակցությունների մեջ։ Իսկ միջազգային Ադրբեջանին զսպող գործոններ չկան։ Դե որ որևէ գործիք չլիներ, ես կարծում եմ, որ մենք պատերազմ արդեն տեսած կլինեինք վերջի մի տարվա մեջ, բայց իմ կարծիքով կան այդ զսպող գործիքները, հարց է թե կհերիքի իրենց կշիռը թե ոչ, բայց այս պահին մենք ունենք տարբեր գործիքներ, դա ԱՄՆ-ի ճնշումն է, դա Իրանի ճնշումն է, ԵՄ-ի դիտորդական առաքելությունը եւ ճնշումը նաեւ կա տարբեր կարծիքներ թե Ռուսաստանի դիրքորոշումը ստեղ ոնց է եւ ում կողմից է, բայց այդ գործոնները մենք բոլորը ունենք եւ այս պահին գոնե մի տարի դա աշխատել է
թե հիմա ոնց կլինի այս տարի շատ տարբեր գործոնների հետ կապված, օրինակի համար ԱՄՆ-ի նախագահի որոշումներից, թե իրենք ինչքանով են ուզում ակտիվ լինել այս տարածաշրջանում։ Եթե իրանք օրինակի համար որոշեն, որ Թուրքիան պետք է իրանց ներկայացնի մեր ռեգիոնում, դա կարա բավականին ծանր հետևանքներ նաև ունենալ։ Իսկ ձեզ որ տարբերակն է ավելի հավանական։ Ճիշտն ասած, այսօրվա ԱՄՆ-ում կատարվող իրադարձությունները, որ նայում ենք, դժվար է ասել, շատ դժվար է այսօրվա ԱՄՆ-ում հասկանալ, թե իրենք որ ճանապարհով են գնալու, ամեն թեմայով, եթե մենք նայենք, շատ արագ փոխվում են կարծիքները եւ այդ տեսակետից մենք դեռ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն գոնե մինչեւ այս պահ շարունակում է անել նույնը, ինչ որ անում էր մինչեւ Թրամփի նախագահ դառնալը, մենք տեսանք որ Ադրբեջանին բավականին կոշտ ասացին, որ պետք է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ուստեղ երկու կողմիներ ուղղված, բայց այն հանգամանքը, որ խոսքը գնում էր նաև մեր Բաքվում գտնվող քաղաքացիներին հետ վերադարձնելու մասին, դա արդեն ոնց որ ավելի դեպի երևում էր, որ դա դեպի Ադրբեջան է ուղղված ավելի, տեսանք, որ Մարկո Ռուբիոն 2-3 անգամ Թուրքիայի իր գոլեգայի հետ շփման մեջ նշում է, որ պետք է խաղաղություն հարավային Կովկասում, տեսանք, որ Հայաստան զանգարեց, բայց Ադրբեջան չարեց։ Դրանք ցուցիչներ են։ Ոնց որ մենք տեսնում ենք, որ գոնե ինչ-որ դիպլոմատիկ ակտիվություն մինչև հիմա կա, ու հետաքրքիր բան ենք տեսնում, որ գոնե այս պահին ոնց որ Ադրբեջանի տեղը Թուրքիայի հետ են խոսում, բավականին հետաքրքիր տենց ֆենոմեն կա, տեսնենք դա կփոխվի թե ոչ, բայց ստացվում է, որ Ադրբեջանի հետ ուղիղ ԱՄՆ-ն ահագին ավելի քիչ է շփվում, քան Հայաստանի հետ այս պահին։ Այսինքն ակնկալելով, որ թուրքական կողմը կկարողանա Ադրբեջանին դրդել ստորագրել այդ համաձայնագիրը։ Իմ կարծիքով այո, իրենք հասկացել են, որ Ադրբեջանի հետ այդքան էլ իմաստ չունի խոսալ այդ թեմայով եւ փորձում են ուրիշ ծերի այդտեղ աշխատել, նաեւ կարող է իրանց կարծիքով դա ինչ-որ դիպլոմատիկ ճնշումի մի ուրիշ էլեմենտ է, որ մենք ձեր հետ չենք շփվի, մինչեւ դուք այս գործողությունը չանեք։ Բայց դա կմնա այդ մոտեցումը թե ոչ, մենք չգիտենք բնականաբար։ Շնորհակալ եմ, պարոն Ներսիսյան։ Հաջողություն ձեզ։ Զրուցակիցս ռազմական փորձագետ ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։